Ողջույն հաղթելու պատվիրան համար 8 հույսները դրեք ձեր վրա։ Նայեք, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի նման շանսեր։ Հնարավորությունները ուղղակի մի մասը դա չեն գիտակցում եւ չեն օգտվում, մի մասը օգտվում ու կարճում են դրանից։ Ըստ էության միստվազանգված ընկնում է, այսպես ասած, անխելք մարդու օրը, որտեվ ինքը չի հասկանում, որ իր հնարավորությունը տեղից է պետք որսալ։ Ես կյանքում բիզնեսի հետ առնչվելու մեկ հնարավորություն եմ ունեցել եւ իմ տերմինոլոգիայով ասած մխրճվել եմ այդ հնարավորության մեջ, անկախ անցած ճանապարհից, անկախ վայրի վերումներից եւ այլն։ Ես մի հատ եմ ունեցել հնարավորություն, այդ հնարավորությունը բաց չեմ թողել։ Ես ինքս իմ հետ շփվող մարդկանց կամ իմ անձնակազմից ոմանց ինչ եմ միշտ հորդորում, ասում եմ պատկերացրեք, որ կարող է ձեր երազանքի դեպի ձեր երազանքը գնալու ճանապարհը պետք է անցնի իմ կազմակերպությունով ձեր զբաղեցրած օրինակ պահակի հաստիքով։ Այս մարդիկ ինչ են անում, մարդիկ մտածում են, որ իրանք բազմոցի վրա պարկած մեկը պետքա բերի իրանց հնարավորություն տա, տենց չի լինում, իսկ հնարավորություն որսալու համար պետքա քայլեր անես, վերլուծես, հասկանաս, փորձես, միգուցե վնասվես, այսինքն ապավինել, որ առաջին իսկ փորձից ինչ որ մեկը սարեր շուռ կտա, ես ինքս տենց չեմ մտածում, եթե արեստացին միջամտություններ չլինի։ Ուստի հաղթելու պատվիրան համար 8 հույսները դրեք ձեր վրա։ Երբեք ոչ մեկի չի հարստացնի։ Սա բացառվում է, որտեվ մի նայեք, ոմանք կասեն, որ գիտեք ինչ կա, այս ինչի, այն ինչը հարստացավ, բարենպաստ պայման կար, բայց դա իրանից էլ էր գալի։ Ես այս նկարով, ես եմ պատկերացրեք, ու ես էլ, ասենք, մարդիկ են ինչ շրջապատող, որոնց հնարավորություններից միգուցե ես ինչ որ կարող եմ օգտվել կամ չօգտվել, կամ կարող է ինձ օգուտ լինի կամ վնաս լինի, բայց այս մարդկանցից որևիցե մեկը չի կարող գալ ինձ տանել եւ դնել պատվանդանի վրա, ես միգուցե այս մի օրինակ եմ ասում, ծանոթս, չգիտեմ, փայտագործ է, միգուցե ես իր գործիքը վերցնեմ եւ կիրառեմ, բայց այս մարդը չի գալու իմ կահույքը ինքը սարքի։ Նույն տրամաբանությամբ բոլոր, այսինքն երազներով, հեքիաթներով, մաներով ապրելը դատապարտված է, որտեղ այդ ամեն ինչը բերելու է, որ վերոնշյալ X-ը մնալու է ամբողջի մեջ։ Ինքը չի կարա հաջողի ոչ մի պարագայում։ Ինչա պետք անել։ Պետք է կյանքում ունեցած հնարավորությունները ճիշտ օգտագործել ու ամեն ինչին վերաբերվել որպես հնարավորության, որտեղ ինչ գիտենք, կարող մեր կոպիտ ասած մեր խնդրանքները կամ մեր երազանքները պետք է այդ ճանապարհով սկսեն։ Ես ինքս միշտ ապավինում եմ իմ անձի, իմ ուժերի վրա, երբեք անկախ բարենպաստ հանգամանքներից, որոնցից միգուցե օգտվել եւ օգտվում եմ, բայց ինքը չի կարող արժեք գեներացնել, էլի եմ կրկնում, ես չեմ կարող ինչ-որ մեկից վերցնել իր, ասենք, փայտի հետ կապ ունեցող իր գործիքը, այդ գործիքը ավտոմատ իմ կահույքը վերածի ուրիշ կահույքի, չէ, ես պետք է այդ գիտելիքն ունենամ, ես պետք է հասկանամ, ես կարող եմ իմ ընկերոջից վերցնեմ այդ գործիքը, կամ ինքը չի գալու իմ տեղը դա անի։ Ստի հույսները դնեք ձեր վրա, աշխատեք, կատարելագործվեք, գիտելիք ձեռք բերեք, որպեսզի չմնաք ամբողջի մեջ, որպեսզի հաջողեք, որպեսզի հաղթեք, որպեսզի վերջո հարստանաք։ Նախորդ վիդեոյում ես պատճառը հետևանքային կապի մասին խոսացի, ուրեմն ես հարստությանը վերաբերվում եմ որպես հետևանքի, այսինքն կուզեմ մի թեթև դրա մասին էլ ակնարկ ունենամ։ Այսինքն ես սենց եմ մտածում ցանկացած մարդ, ով որ հաղթելու հոգեբանություն ունի, հաղթողը, այս հաղթողը ոնց որ միջանկյալ կատեգորիա է, էլի, միջանկյալ, ասենք հələ հարցական է, բայց ինքը ակնհայտ տարբերվում է ամբողջից, Հիշում եք, որ մենք սահմանում ունեինք 90%, 90% ամբողջ, 10% հաղթող։ Այս հաղթողը ամբողջից կտրվածն է, բայց դա դեռ երաշխիք չի, որ ինքը հաջողելու է, որտեղ եթե ստեղ ինքը ճիշտ գործունեություն չծավալի, ինքը միարժեք ձախողվելու է։ Հաղթողի հաջորդ էտապը հաջողելն է։
ասենք արդեն հստակ, էլի արդյունք, հա, ինչ նշանակում հաջողել, արդյունք կա, արդյունք, հաջորդ էտապը, էսի հետևանքը արդեն, ֆինանս, հարստություն, հա, մի մոլուցք, որին բոլորս միգուցե ձգտում ենք, բայց չենք հասկանում, որ պրոցեսը պետք է ստիով է, հա, մեզի ոչ մեկ չի բերելու այս քսակը տա։ Հուսով եմ պատկերացրի, կարծում եմ շատ կարևոր հանգամանք է, ես ինքս բոլորին հորդորում եմ ընդհանուր իմ զավակներին, հա, մասնավոր դեպքերում ընդհանուր կարող կրթության կամ սպորտի հետ կապված, որ հույսները ձեր վրա դրեք, ես ինչով կարամ, հա, ձեզ պետք է, ես ինչ ես կփորձեմ ապահովել, բայց դուք որպես անհատ, որպես կադր, որպես մարդ պետք է ձեր ճանապարհը դուք ինքներդ անցնեք։ Նաև դաստիարակչական տեսանկյուններից էլի, այս անձի աճի հետ կապված բաները, բացի մարդ, յուրաքանչյուր մարդ, բացի նրանից, որ ինքը իր վրա կարակի առի, նաև իր ժառանգների, այսպես ասած, աշխարհայացքը բարելավելու տեսանկյունից կարակի առի։ Շնորհակալ եմ ուշադրության համար։